կարող է աշխատի օրը մի քանի ժամ, բայց անի գործի ամենակարևոր մասն ու վարձատրվի ամենաշատը։ Մի կողմից ինքը դժվար է նոր բիզնես սկսելու առումով, իսկ մյուս կողմից էլ իհարկե ահռելի մեծ հնարավորություններ կա։ Հիմա բիզնեսի համար իդեալական ժամանակներ են սկսել։ Մենեջմենթը, գործարարը չի կարողանա մարդու ապրած փորձը, ինքը արդեն պրոդուկտ։ Մենք այսօր Հայաստանում ունենք եւ Էլոն Մասկերի նման մտածող ամբիցիոզ գործարարներ եւ Բիլ Գեյթսի նման տաղանդավոր գործարարներ, ովքեր միայն իրան երևի թե զիջում են ակտիվների մեծությամբ։ Բոլոր հայերով, բոլորովս ապրենք ու աշխատենք մեր երկրում, մեր հայրենիքում։ Բարև ձեզ, մենք այսօր հյուրընկալվել ենք Ալեքսանդր Ադամյանի եւ Հարություն Մուրադյանին պատկանող Simply Technologies ընկերությունում շատ հետաքրքիր, շատ բովանդակալից հանդիպում է սպասվում։ Իդեպ, եթե չհաշվենք, որ դուրսը մի քիչ մրսեցինք, դե կիսվեցինք արդեն, հասցրեցինք բողոքենք, դուք դուրը չեք բացում, մենք մրսում էինք։ Բայց արդեն տեղը հանել ենք, տղերքը կոմպենսացրել են մեր տանջանքները, դե ու արդեն ցես լավ տրամադրությամբ սկսենք մեր քննարկումը, գործար քննարկումը ու հասկանանք ինչպես երկու ծրագրավորողներ, երիտասարդ ծրագրավորողներ կարողացան հիմնել բավական հետաքրքիր ու շահութաբեր ընկերություն եւ բացի հիմնելն էլ ամեն տարի մոտ 3 անգամ ավելի մեծացնում են ու զարգացնում են ընկերությունը եւ որտեղ որ մենք հիմա գտնվում ենք, սա իրենց երրորդ օֆիսն է, երրորդ գրասենյակն է եւ անկեղծ ասեմ, արդեն հենց առաջի քայլից տպավորված եմ եւ ծավալներով եւ ինտերիերով եւ ճաշակով գործարարների մնաց հասկանանք բովանդակությունը այս ամեն ինչի հետևում ինչ է անկած դե հարգանքներս բարի գալուստ հարգանքներս շատ շնորհակալություն Գրիգոր ջան որ հյուրընկալվել եք մեզ ձեր հաղորդումը արդեն հասցրել եմ մի քանի հատ նայեմ իրոք շատ հետաքրքիր է ու տենց մի քիչ էլ անսպասելի էր որ հիմա արդեն մենք ենք այս հաղորդման մեջ մի փոքրիկ ուղում, եթե թույլ կտաս, արդեն 4-րդ մեր գրասենյակն է սա։ Ես դաժե քիչ գիտեի։ Երևի թե դու առաջինը չես հաշվել, առաջինը մենք փոքրիկ բնակարան մենք ունենք, եթե դա էլ հաշվենք, հիմա 4-րդ գրասենյակը։ Հա ճիշտ է, դուք երկուսով չէ, որ սկսել եք այդ բնականից եք սկսել։ Կահույք չկար, դաժե գիտեմ պատմել Ալեքսանդրը ամեն ինչ զրվից ոնց։ Հա, դրանց վատ բնակարան չէր, լավն էր, չենք կարող ասենք որ գարաժից կամ պատվալից ենք սկսել, սահագին լավ բնակարան ենք վերցրել, բայց լրիվ դատարկ էր, տենց ջեռուցում չեմ հիշում, առաջի օրը ինչ որ ձյուն էր եկել, ինչ էր արել, չէինք կարող աշխատենք, հենց առաջի օրը չկարեցանք մի քիչ տակացնենք աշխատենք։ Տենց ստացվեց քիչ։ Դե հենց այդ բնակարանից էլ մի հատ դեպքերը կառուցենք, հա, հենց տեղից է սկսեցիք դուք։ Հա, ոնց եղավ, ոնց որոշեցիք։ Մենք այդ որոշումը սենց էփվում էր ահագին ժամանակ, շատ երկար ժամանակ չասեմ, որովհետև ինձ թվում է ավելի երկար է լարնում, որ մարդիկ մտածում, խոսում են, որոշում են անում են կամ չեն անում, մենք ինչքան էր, երևի տենց մի տարի, 2 տարի էր խոսում էինք իրար հետ քննարկում էինք թե որտեղ եք աշխատում իջեր հետ։ Մենք երկու ընկերություններում իրար հետ աշխատել ենք, Լայկոս Արմենիայում, որը հիմա արդեն չկա, Մակադամյան Արմենիայում, բացի դրանից Ալեքսանդրը մի հատ ուրիշ ընկերությունում էլ աշխատել է դրանից հետո, այդ պայն մենք տարբեր տեղեր էինք աշխատում։ Հենց ինքներդ ծրագրավորողներ եք։ Հա, մենք ամենասկզբից տենց միայն այս ոլորտում ենք աշխատել, ուրիշ բան չենք աշխատել, հենց զուտ ծրագրավորող ենք աշխատել։ Տենց խոսում ենք, քննարկում ենք, որ այս ինչ բանը լավ կլինի, ինչ բանը վատ կլինի, ամեն մեկս մեր մտքեր ունենք, թե ոնց է պետք մի հիանալի ընկերություն կառուցել։ Տենց ու երկար էինք խոսում, հետո մի օր ես զանգեցի իրան ասացի արի հանդիպենք, մի հատ խոսանք ու տենց միտքն էր, որ երկար ենք խոսում, երկար ենք քննարկում, շատ լավ է այս մտքերը բան, բայց երբ ենք սկսում անել։ Ու որոշեցինք, որ այդ վաղ դեկտեմբերն էր ոնց որ, հենց կակրոց 6 տարի առաջ դեկտեմբերը երևի թե հենց այս օրերը մոտավորապես ու որոշեցինք, որ մինչև պատրաստվենք, բան անենք, փետրվարի 1-ին արդեն պետքա մենք գործից դուրս եկածնենք ու այդ բացենք ու տենց էլ արեցինք երկուսով։ Իսկ այսինքն դուք արդեն գիտեիք, որ շուկա կա, արդեն կարելի ասել հաճախորդների տեղն էլ մոտավոր գիտեիք, տեխնիկական հարցեր մնացել։ Դուք ունենայիք ոնց որ ձեր գրասենյակում այդ ձեր իմացած հաճախորդներին առաջարկան եք, հա։ Շուկան ասեմ, իրականում, քանի որ հիմնականում աշխատել ենք տենց Լայկոսը գերմանական ընկերություններ, Մակադամյանը կանադական, երկուսն է մասնաճյուղներ ստեղի
Շուկան մոտավորապես նույնն էր, չնայած Lycos իր ապրանքներն էր անում Մակդեմյան ավելի շատ պատվերների հետ, այսպես կոչված outsource։ Մենք արդեն դա բավական լավ պատկերացնում էինք, ինչ բաներ կարելի ավելի լավ անել, ինչ որ մտքեր ունեինք, որը որոշները պարզվեց ճիշտ էր, որոշները հետո պարզվեց սխալ էր, որտեղ որ անում ես մի քիչ արդեն ուրիշ բաներ է պարզվում։ Ու իհարկե շուկան շատ լավ պատկերացնում ենք ու մենք ինքներս հենց այդ գործի մեջ էինք, մենք հասկանում ենք այս ամեն ինչը ոնց է աճում, մոտավորապես կարենք ենթադրենք ոնց է աճելու ու միտքը հենց դա էր, որ եթե մենք նայենք դա երկու տեսանկյունից կարելի է նայել, հա, ընկերությանը մեկը պատվիրատուի տեսանկյունից, թե ինքը ինչ ընկերության հետ է ուզում աշխատի ու իր որակներով, ամեն մանրուքներով ինչը պետք է լինի լավ, որ իր հետ աշխատես, հեսա երևի երկու տեսանկյունից եք խոսանք ու հենց քո աշխատողի տեսանկյունից, այսինքն տվել դեպքում մեծ մասամբ ծրագրավորողներն են, ծրագրավորողի տեսանկյունից, քանի որ մենք հենց ինքներս որպես ծրագրավորող ենք աշխատել, այդ տեսանկյունից էլ մենք շատ լավ հասկանում ենք, թե որն է լավ աշխատանքի տեղը, այսպես ասած, ու վատ աշխատանքի տեղը։ Ու այդ ամեն ինչը, այսպես ասած, իմի բերելով, պլյուս մեր հիպոթեզները, թե ինչ էլ կարելի է անել, որ ուղղակի լավ լինի, բացի փաստացիական բանից ինչ որ գիտենք, սկսեցինք։ Սկսել ենք երկուսով, միայն ուրիշ մարդ չկար։ Ոնց է առաջի կլիենտի հետ պայմանավորվածություն։ Առաջի կլիենտի հետ ճիշտ ասած արդեն վաղ աշխատանքից դեռ դուրս չէինք եկել, արդեն տենց ծանոթություններով բանով կային մարդիկ, որոնք առաջարկում էին, որ այսպիսի գործեր ունենք, տենց իրանք հիմնականում ծավալով շատ փոքր գործեր էին, բայց այդ չգիտեմ, երևի տենց $100 կարգի կամ ավելի բարձր։ Չէ, ինչ որ տենց կարելի ասել պրոյեկտ է։ Ալեքսանդր, հիմա կուզենայի դու պատմես, դու ոնց սկսեցիր, ոնց եկար այս բիզնեսին ու ոնց ծրագրավորողից վերածվեցիր գործարարի։ Հա։ Իրականում այս Simply Technologies-ը իմ առաջի բիզնեսը չի, մինչև այդ, հա, դրանից եւ Simply Technologies հիմնադրելուց մի կես տարի առաջ ուրիշ ընկերոջ հետ, որը տպագրության մեջ մասնագետ է, իր հետ որոշեցինք բացենք մի տպարան ու տեղ օգտագործելով իմ IT գիտելիքները, տենց ես ոնց որ փորձելու էի ստեղծել մի հատ համակարգ, որի միջոցով մարդիկ on-line պատվիրեն այցեքարտ ու ինքը զբաղվեր տպագրությամբ։ Իրականում բիզնեսը ստացվեց, բայց այն ինչ որ սկզբում մտածել էինք, տեղի չունեցավ։ Իրականում ինքը հիմա ուղղակի տպարան է։ Այսինքն այդ ինովացիոն մասը տենց էլ ոնց որ չհասավ գործը դրան, որտեղ երևի միաժամանակ մի քանի բանով զբաղվելը բերում է նենց դրան, հենց որ չես կարողանում ինչ-որ բանի վրա կոնկրետ կենտրոնանաս։ Ու հա, այդ խոսակցությունն եմ հիշում Հարութի հետ, որ տարբեր տեղերում էինք աշխատում ու լանչին հանդիպեցինք ու որոշեցինք, որ այս մնացել էր մոտավորապես մի ամիս, հա, եթե հանես ազատ օրերը նոր տարվա, որոշեցինք, որ այդ մի ամիս աշխատում ենք ու մի ամսից հետո հիմնում ենք մեր հիմնարկը, որը կլինի այն ամեն ինչի մարմնավորումը, որ մենք միջև այդ պատկերացրել ենք, ինչ արժեքներ ենք մենք կարևորում, ինչ չենք սովորել այդ մեր փորձով, իսկ մեր փորձը բավականին լուրջ էր, որովհետև մենք իրականում ոչ թե սովորել էինք տեղական հետսովետական ինչ-որ մտածելակերպով ստեղծված բիզնեսներից, այլ աշխատել են կազմակերպություններում, որոնք Հայաստան իրականում բերել էին արտասահմանյան, եվրոպական ու ամերիկյան փորձը, որը շատ մեզ իրականում մոտիվացրեց ու մենք դրա հիմքերով ենք ստեղծել հենց մեր կազմակերպությունը։ Առաջի պատվերը ոնց արեցիք։ Առաջի պատվերը շատ լավ ստացվեց, ուղղակի մենք այդ ժամանակ շատ չէինք դեռ սովորել տարբերել, թե հեռանկարային պատվերը որն է, ոչ հեռանկարային պատվերը որն է, երևի թե հիմա էլ հələ այնց շատ չենք կարող մինչև վերջ տարբերենք ու դա ընդհանրապես մի հատ պատվեր էր, որը ինքը իրանով ոչ մի հեռանկար չուներ։ Շատ լավ է, ինչ որ X փոքրիկ գումար է, արեցիր, այս քո X փոքրիկ գումարը ստացար ու
ցտեսություն, ասենք, ամեն ինչ վերջացավ դրանով։ Ինչպես եւ, բայց միշտ տենց է, չէ՞, որ սկսելուց առաջ մտածում ես, հեսա դե կանեմ, հեսա սա արդեն կզանգեն ինձ կդիմեն, էլի ես բան չեմ, բայց շատ հաճախ այդպես չի լինում։ Հետո տենց ստիպված ենք էլի մեր ծանոթությունների բանի հաշվով ու այդ ընթացքում մի քիչ տենց արագ էր ամեն ինչ փոխվում, չգիտեմ, երկրորդ պատվեր, որ նորմալ էր, հետո ասենք երրորդ պատվեր, որի պատվիրատուն կարող է կեսից փոշմանի գնա, ասենք ասի չէ, չեմ ուզում, քանի դեռ դու շատ փոքր ես, քո պատվիրատուներն են շատ փոքր ու մի տեսակ ամեն ինչ անկայուն է այդ Հարոտ իսկ երբ զգացիք, որ դուք արդեն բիզնես եք սարքել։ Վայ, էդի Երբ զգացիր, որ դու արդեն գործարարից վերածվեցիր ծրագրավորողից վերածվեցիր։ Այդի շատ լավ հարց է, ես այդ առիթով հենց մտածում էի, ինչքան էլ տարօրինակ չի թվա երևի, հեսա 6 տարի է ալնում այս ընկերությունը ունենք, կոնկրետ իմ համար ասեմ, երևի Ալեքսանդրը իրանը մի քիչ կարող ավելի տարբեր լինի, երբ է ինքը զգացա, ես երևի թե 1.5 տարի առաջ, մոտ 2 տարի առաջ նոր էդի կլինի, բացատրեմ ինչի տենց եղավ, որտեղ մինչև այդ ես ինքս զբաղվում էի ծրագրավորմամբ, ու իմ ժամանակի մեծ մասը հենց ոչ թե ընկերություն ղեկավարելը, ոչ թե մտածեի մենք ինչ ստրատեգիա ենք ունենում, այս ինչ հարց է լուծելու, որտեղ տենց ընթացիկ հարցեր միշտ կան լուծելու, դրա մասին չէր իմ մտածմունքները հիմնականում, իմ մտածմունքները ինչ որ պրոյեկտներից մեկում կամ երկուսում որում մասնակցում եմ, ոնց անեմ, որ էսի լավ ծրագրավորվի, հենց, որը վատ չի, իհարկե պետք է այդ փորձը sense տենես դու պետք է ստանաս, ոչ մեկ օդից քեզ դա չի բերի տա, բայց շատ կարևոր բան է, որ մի պահ հասկանում ես, որ ես իմ բիզնեսով պետք է զբաղվեմ, պետք է կարենամ իմ բիզնեսը զարգացնեմ, այդ հարցերով ավելի շատ զբաղվեմ, իսկ զուտ ծրագրավորումը շատ հետաքրքիր բան է էլի, բայց մենք ունենք հիանալի մասնագետներ, ինչի ես չթողեմ իրանց, որ արդեն ամբողջ պատասխանատվությունը այդ մարդիկ իրանց վրա են վերցնում այդ ֆրոնտում, ես զբաղվում եմ ուրիշ բաներով։ Հիմա քանի աշխատող ունեք, քանի հոգանոց թիմ եք։ Հիմա 15 հոգանոց թիմ ենք, բայց մի հատ հետաքրքիր բան ասեմ, այս մեր գրասենյակը նախատեսված է մոտ 25-30 հոգու համար։ Ես արդեն տեսա։ Հա, մենք հենց դա է իմաստը, որ մեծ բան ենք վերցրել, որ շատ արագ մենք պետքա կարենանք աճենք։ Հարոտ, հիմա ինձ կպատմես ձեր բիզնեսի ստրուկտուրան։ Վաճառքներից սկսած պրոդուկտով, ավելի ճիշտ ոչ թե պրոդուկտով, այլ դուք ինչ եք վաճառում, ում եք վաճառում եւ ոնց է կազմակերպվում process-ը, աշխատանքային process-ը, որովհետեւ ես ցանկացած բիզնես, գրեթե ցանկացած կամ բիզնես կարելի է բաժանել 5 հիմնական մասի։ Առաջինը այդ պրոդուկտն է կամ ծառայությունն է, ինչ դու վաճառում ես, երկրորդը մարքեթինգն է, երրորդը վաճառքներն են, չորրորդը սերվիսն է, վաճառքից հետո սպասարկումը եւ 5-րդ ամենակարևոր բլոկը այդ մենեջմենտն է։ Ես կուզենայի դու ամեն մի բլոկի մասին ձեր բիզնեսում մի քանի ինֆորմացիա տար, որպեսզի ասած կառուցվածքային ստրուկտուրնի պատկերացում կազմենք մենք։ Հա։ Մեր մոտ արտադրություն եւ ծառայություն մի քիչ իրար հետ կարելի ասել խառնված է, որովհետեւ հենց մեր բնույթը բիզնեսի ծառայություն մատուցելն է, այսինքն մենք պատվերներ ենք ստանում եւ հենց դա է մեր բուն բանեն ինչ որ ստեղծում ենք մենք դա արտադրությունը հիմա դուք եք գտնում չէ իրանք չեն գտնում ոնց հիմա ասեմ նաև ուզում եմ դուք ասեք այն անկյան տակ որ եթե ինչ որ մեկ այսօր կարում է անի այդ նույն պատվերը կամ տղաներ կան որոնք առանձին են աշխատում միավորվեն թիմ դառնան ասենք խորհուրդ տանք մարդկանց մենք հա ոնց ես դու արել որ այսօր օրինակ չգիտեմ կանադական ինչ որ ընկերություն քեզ պատվեր է տալի կամ ամերիկյան հա ու որտեղից է գտնվում այդ պատվերները Մատ այդ վաճառքի սխեմանից բացատ շատ լավ հարց է ուրեմն մենք երբ որ սկսել ենք էդի ու մինչև երևի անցյալ տարի մենք որպես այդպեսին վաճառքի ու մարքեթինգի մասին ինչ որ առանձին ոլորտ կամ առանձին գործունեության տեսակ այդպես չենք էլ մտածել այսինքն մենք ունեցել ենք ինչ որ մարդիկ որոնք մեզ ճանաչում են մենք այլ ենք ինչ որ գործեր որոնք մեկը շատ ճանաչված է դարել մի քիչ տարածվել է այսինքն տենց է եղել հետո Այս վերջի մի տարին մենք սկսեցինք մտածել, որ շատ լավ։ Հիմա էդի անում ենք
լավ ավատա ստացվում է, ահագին բաներ ստացվում է, աճում ենք բան, բայց մենք ուզում ենք մի քիչ ավելի արագ աճենք։ Այ երբ որ ուզում ես մի քիչ ավելի արագ աճես, այդ է հարց առաջանում, վայ վաճառքներ ոնց են անելու, բա մարքեթինգ ոնց են անելու։ Հիմա մենք աշխատում ենք տարբեր ֆորմատներով, օրինակ մի հետաքրքիր բան ասեմ, Ավստրալիայում մենք ունենք մեր ներկայացուցչությունը հիմա, ու ոնց ենք հասել դրան, ընդեղի հայ համայնքի հետ ահագին շփվելով, շատ հետաքրքիր մարդիկ կան եւ այլն, ու վերջապես ֆիլտրվեց հասավ նրան, որ մարդիկ կան, որոնք հետաքրքրված են, որ մեր ներկայացուցիչներն են ընդեղ, իրանք ունեն իրանց շրջապատը, մենք ստեղից մեր մեխանիզմները ունենք, թե ոնց կարանք պոտենցիալ հետաքրքրվող մեծ ֆիրմաներին գտնենք, որովհետև մեր գործում դա երևի թե ամենադժվար բաներից է, որ դու ստեղ նստած ես աշխարհում մի միլիոն հատ ֆիրմա կան, որոնք կարող է հետաքրքրվեին քեզնով, բայց իրականում իրանք սկիչ չգիտեն Հայաստանը որտեղ է։ Այո, հենց ոնց է լինում այդ բանը։ Կներես հիմա պատկերացրած sense մի հատ կարևոր պահ է, քեզ պետք է մինչև մյուս ամսվա վերջ մի հատ $50,000 նախագիծ։ Շատ լավ։ Հիմա ճիշտ է, մարդկանց պետքա խորտ նախ առաջինը ամենալավ մարդիկ են այն մարդիկ, ովքեր քեզ ռեկոմենդ կանեն, այսինքն քեզ ռեկոմենդ ոնց է։ Քեզ խորտ կտան, այսինքն երաշխավորեն, այո, քո լավ աշխատանքը, որոնք քեզ գիտեն, որովհետև կարելի է գնալ անծանոթ մարդուն համոզել, որ քեզ պրոյեկտ տա, բայց դա անիմաստ գործ է։ Շատ դժվար գործ է, անիմաստ կարող է չլինի։ Հիմա առաջինը պետքա օգտագործել այդ ռեսուրսը։ Պետքա իրանք իմանան, որ դու SSS գործերն ես անում եւ դու միտք ունես մեծանալ, իրանց հետ որոշների հետ ուղակի կարող ես Skype-ի call անես, իրանց խոսքի մեջ դա ասես, կարող է տեսնում ես քանակով շատ են, 10 հատի հետ դու ուղակի շփվես, այդ քո արածների մասին պատմես, 20 հատին էլ LinkedIn-ում մի հատ մանրամասն բացատրես, թե հիմա ինչ դու նոր ծառայություններ ունես եւ ինչ ես անում, շատ լավ անում ես։ Երրորդը շատ կարևոր է մարդիկ իրանց դեմ տեսնեն, խոսան, իսկ այդ խնդիրը մեր մոտ ինձ թվում է ցանկացած ոլորտում վաճառքներում, որ մարդու հետ կարողանաս խոսած պատմես։ Մեր ոլորտում դա դժվար է։ Հիմա ոնց ենք մենք այդ հարցը լուծում։ Տարբեր երկրներում առաջինը դա Ավստրալիան էր, որ ունեն մենք մեր ներկայացուցիչը, որը որ իր ծանոթներին, մեր գտած պոտենցիալ ընկերությունները, որոնք հետաքրքրված են այն տիպի ծառայություններով, որոնք մենք ենք մատուցում, իրան ենք ցուցակ ուղարկում, ինքը գնում է իրանց հետ զրուցում է եւ այլն եւ ու մյուս կողմից դու պետքա սպասես դա մի քիչ ծրագրավորումը վաճառքներից է դրանով տարբերվում, որ ծրագիրը գրում ես, լավ ծրագիր ես գրում, ինքը միշտ աշխատում է։ Բայց եթե դու վաճառք ես անում ու լավ ես այդ վաճառքը անում, դա ոչ թե միշտ բոլորը քեզ բերելու են իրանց պրոյեկտը տան, այլ չգիտեմ, լավագույն դեպքում կարող է ստացվի քո 10 պոտենցիալ մարդուց 2-ը բերեն ու դու շատ մեծ պիտի ուրախանաս, որ 10 պոտենցիալ պրոյեկտներից 2-ը ստացար, որովհետև այդտեղ արդեն հարցերը շատ են, դա մի քիչ ավելի ոչ ճշգրիտ բան է ու օքեյ, դու բայց դա էլ ես հաշվում, որ շատ լավ է։ Հիմա էս մի ամիսը 10-ից 2 ստացա, դա մյուս ամիսը 10-ից 3 ստացա, նշանակում է մեկ անգամ, 1.5 անգամ աճել է իմ։ Իսկ եթե ավելի առարկայական ես հարցը տամ, առաջի քայլը քո ունեցած գործընկերներին ում հետ արդեն աշխատել ես, կապվես իրանց հետ, call անես ու տղերքին ասես, գիտեք ինչ, հիմա ռեսուրսներս մեծացնում եմ, ունեմ հավելյալ աշխատանքային ռեսուրսներ, կարամ հավելյալ աշխատանքներ վերցնեմ, եթե ձեր շրջապատում կան մարդիկ, ընկերություններ, գիտես, դա էլ մի քիչ ես համաձայն չեմ, որովհետև այստեղ sense ասեմ, վաճառքը սկսում է հենց հիմնական այն գործից մենք ինչ որ ունենք։ Վաճառքը սկսում է հիմիկվա մեր ունեցած պրոյեկտներից, որովհետև կա տենց ասում են wow factor, եթե դու ինչ որ գործ ես անում, որը որ լավ է, հանձնում ես, մոտավորապես նենց էր ոնց որ քո կլիենտը սպասում էր մի քիչ լավ, մի քիչ վատ, տենց արեցիր, տվեցիր, դա երևի 20 անգամ ավելի պակաս հավանական է, որ քեզ կբերի նոր վաճառքի, քան մի այսքան ավել բան անես, կլիենտը ասեց wow ու ինքը, չգիտեմ, ինքն էլ է մարդ, ինքը իրիկուն նստած գարեջուրա խմում ուրիշ բիզնեսմենների հետ, ինքն էլ է պատմում, գիտեք ինչ կա Հայաստանից մի հատ ֆիրմայի հետ եմ աշխատում, որը սենց wow էր իմ համար, այսինքն դու եթե կարող ես այնց գործ անես, որը որ ասել ես 35-ը հանձնեմ, 25-ին ես հանձնում։ 25-ին ես հանձնում, կամ ասել ես այսքան բան կտամ, այդքան բանը տալիս ես, ասում ես գիտես ինչ կա, դու SSS բաների մասին չէիր մտածել, ես էլ մի քիչ sense մտածել եմ, ավել բաներ եմ արել քո համար, որ դեմ չէիր։ Ինքը արդեն
ուզած-չուզած գնում է բոլորին այդ մասին պատմում է, ինքը հաջողության հասնում է, իրան էլ մի հատ իրանց մոտ է կարող այսպես հաղորդում լինի, ասեմ ո՞նց հաջողության հասար, ինքը խոսում է դրա մասին։ Ալեքսանդր, իսկ դու համեմատես այն մտքեր, որ բիզնեսը կարա զարգանա այնքան, ինչքան զարգանում է հենց ինքը գործարարը, հատկապես 21-րդ դարում։ Ինչքան զարգանում է գործարարը, չեմ մտածել այդ հարցի շուրջ, բայց ինձ թվում է համաձայն կլինեմ, որովհետև իրականում ցանկացած մարդ, որ ինչ որ բանի է հասնում, ինքը ինվեստիցիա է անում իր մեջ առաջի հերթին ու դա իր աշխատանքի արտացոլանքն է։ Եթե ղեկավարը չզարգանա, բիզնեսը զարգանա, ինքը ոնց որ չի համապատասխանի ուղղակի իրավիճակին, հա, ու տեսակ մարդիկ, չգիտեմ, իրան չեն հետևի, ինքը որպես լիդեր լավ լիդեր չի լինի, որտեղ ինքը իրան ուղղակի ցենց բիզնեսը իրանից առաջ է գնացել, հա, ինքը, բայց տենց էլ չի լինում մյուս կողմից։ Հետո բիզնեսը նորից հետ կգա։ Այդպես այդ տատանումը երևի անընդհատ նենց արագ է տեղ ունենում, որ մենք ուղղակի չենք զգում, բայց հա շատ կարևոր է, որ ղեկավարը անընդհատ ինքնազարգացմամբ զբաղվի ու ոչ միայն մասնագիտական, այլ, չգիտեմ, անձնային բոլոր հատկանիշներով են։ Իսկ այսօր Հայաստանում բիզնեսի հետ կապված, կոնկրետ կամ ձեր ոլորտի հետ կապված, ինչ խնդիրներ կառանձնացնես, որոնք կան, դուք կամ լուծել եք, կամ դեռ լուծման մեջ եք։ Ոլորտի հետ կապված, նախ հմտությունների տեսանկյունից ու ընդհանրապես մի քիչ հիմա իրավիճակը փոխվում է, բայց մեր կրթական համակարգը շատ վատ վիճակում էր գտնվում ամեն դեպքում, երբ որ ես եմ սովորել, ու եթե դու չզբաղվեիր ինքնաուսուցմամբ, դու անհնար է ինչ-որ բան սովորեիր։ Իսկ միջավայրն էլ չէր ստիպում քեզ, հա, որ սովորես։ Ու հիմա օրինակ կան ինչ-որ այսպես կոչված, չգիտեմ, ես եմ տենց մտածել, որ տենց խնդիր կա, կարող է սխալվում եմ, որ կա, ասենք, համակարգչային գրագիտության բացակայության խնդիր, օրինակ բերեմ, հա, եթե մարդը օգտվում է Word-ից, հա, պարտադիր չի ինքը ծրագրավորող լինի, Word-ում կան միջոցներ, որ դու, ասենք, վերնագրերը դնես համապատասխան այնտեղ գործիք կա, որ վերնագրերի համար է, ու իրանք համարական ունեն։ Մեծ վերնագիր, ասենք, եթե գրքի անվանումը կամ ենթավերնագիր եւ այլն։ Սովորաբար մարդիկ դա չեն օգտագործում եւ ամեն, ասենք, վերնագիր ստեղծելու համար իրանք վերցնում են այդ մի հատ մասը, իր ֆոնտը, հա, իրանք մեծացնում են եւ այլն, ինչու մանրամասն բան եմ պատմում, բայց իրականում շատ նմանատիպ խնդիրներ կան մյուս հարցերում։ Ու ասածս ինչ է, այդ ոչ էֆեկտիվ մոտեցումը հարցերի լուծման։ Բերում է նրան, որ մենք ունենք ոչ որակյալ ինչ որ աշխատուժ ու երբ որ մենք աշխատանքի հայտարարություն ենք տալիս, մեզ ուղարկում են CV-ներ, որոնք doc ֆորմատով են օրինակ, հա, ու մեջը ֆոնտը Unicode չի։ Դա իրոք ինչ որ մանր խնդիր է, բայց դա ինչ որ համակարգչային ոնց որ էտիկետ գոյություն ունի, որին պետքա բոլորը սովորեն եւ նույնիսկ ծրագրավորողների մոտ կա այդ խնդիրը։ Հա, նույնիսկ ծրագրավորողների մոտ կա։ Ու ծրագրավորողները երբեմն կարծում են, որ դա կարևոր խնդիր չի, որտեղ իրանք կարան կոդ գրեն, բայց իրանք ոչ թե մենակ կոդ գրելու համար, իրանք ընդհանրապես պետքա կարողանան ոչ լավ իրավիճակում հասկանալ ինչա պետք շտկել, հա, եթե ինքը չի կարողանում CV-ն նորմալ կառուցի, ինքը վաղը չի կարողանա նորմալ web edge կառուցի, որտեղ այդ հարցերը լուծված չեն։ Կարելի է ասել, որ ծրագրավորողը ոնց որ ընդունված է ժողովրդի մոտ, նաև պետքա նորմալ կոմպո կարողանա ֆորմատ անի, հա։ Հա, իրականում պետք է, որտեղ այդ նշանակում որ ինքը հասկանում է գոնե այնտեղ ինչ է կատարվում։ Հա, հասկացա։ Ես ինքս համակարգչին, որ ծանոթացել եմ իմ կյանքում, դա սկսել է նրանից, որ հայրս Ամերիկայից համակարգիչ բերեց, 96 թիվն էր երևի, 386, հա, Intel 386, ու առաջի բանը որ ես արել եմ, այդ փչացրել եմ այդ համակարգիչը։ Նրանով որ այն ֆայլերը, որոնք բաց sense էի անում, կլիկ էի անում, չէին բացվում, ես մտածում եմ իրանք պետքական չեն, ու քանի որ hard disk-ը շատ փոքր էր, 120 մեգաբայթ, ինձ տեղ էր պետք, որ ես խաղեր կարողանամ դնեմ մեջը, ու ես որոշեցի այդ ֆայլերից ազատվեմ, ու բնականաբար մի հատ restart-ից հետո ընդհանրապես համակարգիչից բան չէր մնացել, էլի, հա, հետո եկան ինչ որ ծանոթ մարտիկային ամերիկացիներ, հա, որոնք ինչ որ floppy disk-երով Windows ունեին, եկան install արեցին, ու ես դրանից հետո արդեն սկսեցի հասկանալ, թե ինչ այնտեղ տեղի ունենում, ու այդ ամբողջ բազան, որ
ոչ թե գիտելիք էլ չէ, դու ուղղակի աշխատելուց պետքա պատկերացնես ինչի հետ գործ ունես։ Եթե դու չես պատկերացնում ոնց աշխատում համակարգիչը, դու լավ կոդ չես կարող գրել, որտեղ դու չես պատկերացնում այդ կոդը ոնց կաշխատի։ Իսկ ասենց մի հարց։ Բիզնեսում դուք վերցրեցիք պրոյեկտը, կարեցիք, գործը հանձնեցիք, փողը վճարվեց, գող մնացին երկու կողմն ու բաժանվեցիք։ Կան այնս ֆորմատ ձեր գործում, որ դուք ամեն ամիս բարբերաբար ինչ-որ X ծառայություն մատուցեք եւ Y գումարը ստանաք ձեր հաշվին, այսինքն դուք իմանաք, որ ունեք օրինակ 10 հաճախորդ, որոնք ձեզ ամեն ամիս վճարում են, ու այդ մարդիկ, ասենք 5 տարի, 10 տարի ձեզ վճարելու են ու հենց վճարման այս ֆորմատը բիզնեսի տեսակ էս համարվում ամենաապահովներից, ամենաարժեքավոր տեսակներից մեկը, որ դու գիտես, որ ստաբիլ ամիսը 4 միլիոն դրամ մուտք է լինում հաշվին, հա, կամայական, ու 4 միլիոն դրամի հետ կապված դու քո հիմնական ծախսերի օրինակ մեծ մասը կդուծում ես ու մնացած ամեն ինչով արդեն շատացնում ես գործը։ Ճիշտ է։ Ունեք այտենց ճիշտ է։ Էլի շատ լավ հարց է ու հիմա մեծ մասամբ մեր մոտ նման ծառայության է գնում արդեն, որ սկզբից այդ որ պատմեի սկզբից ինչ որ sense բաներ ստանում ենք տալիս ենք, հիմա մենք ավելի երկարաժամկետ, այսպես ասած, հաճախորդներ ունենք ու դա նաև գալիս է նրանից, որ էլի մենք ինչ որ պահի հասկացել ենք, որ օքեյ, շատ լավ է, ինչ որ մեկը քո հաճախորդն է դառնում, մի հատ փոքրիկ բան ունի, անում ես, գնում է, բայց եթե դու շատ լավ էլ անես, շատ վատ էլ անես, երևի թե շատ բան չի փոխվի, չէ, շատ վատից կփոխվի, շատ լավ էլ անես, միջին էլ անես, երևի թե բան չի փոխվի, ինքը մեկ այդ իր գումարը կտա կգնա, ինքը այս ոլորտի մեջ շատ հետաքրքրված չի, բան չի, բայց կան մարդիկ, այո, որ իրանք ունեն ինչ որ պրոդուկտներ, որոնք ռեալ շուկայում աշխատում են ու իրանց միշտ պետքա, որ այդ պրոդուկտը շուկայում, եթե առաջատարը մնա, եթե առաջատար չի դառնա առաջատար ու միշտ իրանց բիզնես պարտներա պետք է ասել, այդ այո, սպասարկողա պետք է այդ հարցում ու մենք էլի ինչ որ պահին հասկացանք ու սկսեցինք ավելի շատ առավելություն տալ, այո, կարելի ասել երևի թե հաճախորդներից հիմա ունենք այտենց որ տենց չի բոլորն է հիմա բարբերաբար այո շատ այս բան ինչ եք իրանց դուք վաճառում ինչ եք տալիս մենք մեր այսինքն եթե ունի ինքը product մենք ապահովում ենք որ ծրագրավորման տեսանկյունից կամ տեխնիկական տեսանկյունից այդ product-ը նախ միշտ լավ վիճակում մնա, երկրորդը այդ product-ը կարենա զարգացնի համապատասխան իր պլաններին։ Ու ինչ որ ծրագրավորման կոնկրետ լեզու կա, որը դուք ընտրել եք էլի, դա մենք որոշել ենք կենտրոնանանք JavaScript-ի վրա հիմնականում, էլի ինձ շատ են հարցնում, բայց ձեր համար ինչ տարբերություն ունի JavaScript-ի ուրիշ բանա տալիս են, արեք բան։ Տենց բայց մի քիչ այդտեղ, երբ որ դու ամեն ինչ անում ես, իրականում դու ոչ մի բան չես անում։ Այդ ֆակտորը կա էլի մի քիչ, բայց եթե դու կոնկրետ անում ես ինչ-որ բանի վրա, հավանականությունը շատ է մեծանում, որ դու այդ ուղղությունից իրոք ուժեղ ես։ Երկրորդը, եթե դու 3 բանի վրա ես, 15 հոգանոց թիմ ես, 3 հատ բանի վրա ես կենտրոնացել կամ 5 հատ բանի վրա ես կենտրոնացել, նշանակում է ամեն ուղղությունից դու ունես ընդամենը 3 հատ մասնագետ, իսկ դա նշանակում է դու եթե քո ոնց որ ասացիր վաճառքներ ես կազմակերպում, չգիտեմ ինչ ես անում, այդ վաճառքը չի կարող ինքը առանձին որպես առանձին բաժին կամ առանձին ճյուղ աշխատի, որտեվ եթե դու ընդամենը 3 հատ մասնագետ ունես, ինքը պիտի տենա այս մարդիկ կարող է առաջիկա մի տարին ժամանակ չեն ունենալու նոր բան վերցնեն, ինքը այնտեղ վաճառի, անիմաստ վաճառի, հետո գործը հասնի պայմանագրի, մենք ասենք, գիտեք, կներեք, դուք ուզում եք մեր թիմը ձեր համար աշխատել, բայց մենք 3 հոգի ունենք ուրիշ։ Ես մասնագետ չեմ, ուղղակի դրա համար եմ հարցում։ Java-ն ունենում է mobile տարբերակ, JavaScript-ը։ Հա, հիմա շատ արագ դա զարգանում է JavaScript-ը, երևի թե ամենամոդայիկ բաներից մեկն է դառը ու ինձ թվում է առանց պատճառի չի։ Mobile-ում հիմա սկսում են օգտագործել այդ React Native-ն էլի որ շատ պոպուլյար է ու հիմա մենք մի հատ շատ մեծ պրոյեկտ ենք անում էլի React։ Ինչ օպերացիոն համակարգի վրա։ Հա, ինքը տենց cross platform է, այսպես ասած, այսինքն տենց native-ը հենց անունի մեջ կա, հիմա որ տենց մի քիչ տեխնիկականը կհասկանա, ինքը վերջի վերջով վերածվում է native բանի, բայց կարում է աշխատի եւ Android-ի վրա, եւ iOS-ի վրա, եւ Windows Phone-ի վրա, իհարկե որոշ շտկումներով հասկացա շատ լավ։ Ալեքսանդր, իսկ առհասարակ կադրերի
քանակը համապատասխանում է շուկայի պահանջարկին, թե ոնց որ ասում են կա 2000 կադրի պահանջ միշտ ամեն վայրկյան։ Ինձ թվում է մեր ոլորտում, հա, քանի որ դու աշխատում ես ամբողջ աշխարհի հետ, շուկան շատ մեծ է ու ընդլայնվելը ավելի հեշտ է։ Այդ դեպքում միշտ պահանջարկ կան նոր մասնագետների, որովհետև այդ նոր մասնագետը կառաջացնի նոր հնարավորություն կտա քեզ ավելացնել նոր պրոյեկտ եւ չնայած իրանք կապակցված են, հա, համը պետքա պրոյեկտեր մի կողմից լինի, մյուս կողմից աշխատողը, որ այդ սիմբիոզը տեղի ունենա, մի խոսքով։ Բայց ես հա, իրոք համաձայն թվերը չգիտեմ, ճիշտ ասած 2000-ը թե ինչքան է, բայց հաստատ միշտ պահանջարկ կա։ Նայելով IT-ին ոնց է զարգանում, ու նայելով որ IT-ին զարգանում է շատ այլ աշխատատեղերի ավտոմատացման հաշվին, քո կարծիքով ինչ է լինելու մոտակա 10 տարում։ Կարող է գա մի պահ, որ լինեն մենակ ՏՏ ոլորտի աշխատողներ, որ ոչ մի մնացածը գործազուրկ է։ Երևի մեկ է բժիշկներ կլինեն։ Ու всё։ Չէ, իրականում ես կարծում եմ, որ ցանկացած պրոգրես դեպի լավն է տանում աշխարհը, ու թեկուզ Ford-ի պարագայում, հա, ինքը մտցրեց ավտոմեքենայի հոսքագծի գաղափարը եւ ահագին մեխանիկական աշխատանք ուղղակի էլ պետք չեկավ, բայց դրա շնորհիվ ինքը կարողացավ ստեղծել ավելի մատչելի ու շատ քանակությամբ ավտոմեքենաներ ու մեծ հաջողություն ունեցավ։ Հիմա նույն ձևով IT-ին ներխուժում է բոլոր հնարավոր որտեղ կա, որտեղ այդ խնդիրը կա, կարա ինքը լուծի, ինքը ներխուժում է այնտեղ։ Օրինակ, այս վերջերս բանը Amazon Go-ի մասին էի նայում, որ իրանք ավտոմատացրել են սուպերմարկետը, որտեղ աշխատող չկա, դու մտնում ես, վերցնում ես, դուրս ես գալի ու ինքը ամեն ինչ անում է քո փոխարեն, հա։ Կամ նմանատիպ էլի, չգիտեմ, այս ավտոմեքենաները, որոնք արդեն ինքնավար են լինելու, հա։ Դա նշանակում է, որ տաքսիստներ, հա, տաքսովարորդներ էլ պետք չեն լինի ապագայում իրականում, հա, բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ պարտադիր պետք է սոված լինեն։ Մյուս կողմից հասարակության պատասխանատվությունը այդ հարցին ճիշտ անդրադառնալ, օրինակ Իսլանդիայի մասին էին լսել, որ իրանց մոտ կա ինչ որ կամ օրենք են ընդունել կամ ընդունելու են, որ մինիմալ հոգսերի համար մարդը ստանում է կոմպենսացիա կառավարությունից, հա, այսինքն դու կարաս չաշխատես, դու կստանաս փող։ Իրականում IT ներխուժում այդ բոլոր ոլորտները բերելու են նրան, որ այդ բարիկները ստեղծվելու են առանց այնքան էժան ու այնքան ավտոմատ կերպով, որ մենք հիմնականում մարդկությունը չի ունենա կարիք ինչ որ ասենք փող աշխատի, որ կարողանա սնունդ գնի։ Իրականում սա դրան է տանելու։ Իսկ արհեստական բանականությունը, որպեսի փոխարինի մարդուն, ես չգիտեմ դա հնարավոր է թե չէ, բայց ամեն դեպքում մենք դեռ շատ հեռու ենք դրանից, ու մարդու հիմնական աշխատանքը բերելու է ինտելեկտուալ աշխատանքի, ու չգիտեմ, կարող է շատ սկսեն արվեստով զբաղվել վերջապես, հա։ Այո, հաստատ, այսինքն այն ինչը ստեղծագործ աշխատանքին է վերաբերվում, չի ավտոմատացվի կամ շատ տեղել կան ինչ որ հետաքրքիր նորություններ, որ երբ որ արհեստական բանականությունը նկար է նկարում, հա, դու իրան սովորացնում ես ինչ որ տարբեր ոճերի վրա ու իրան ասում ես մի հատ նկար, ինքը նկար է նկարում, որը գոյություն չուներ միջև այդ։ Այսինքն ինքը ստեղծագործում է։ Դա էլ է հնարավոր։ Մի պրովոկացիոն հարց եմ ուզում տամ։ Ծրագրավորման ոլորտում կա երկու տարբեր ուղղություններ, երկու տարբեր բանակներ փոխաբերական առումով։ Մի կողմը պրոդուկտ ստեղծելուն, մյուս կողմը outsourcing եւ պրոդուկտ ստեղծողը outsourcing է ասում, որ հեռանկարային ոլորտ չի, outsource-ը դեռ չեմ լսել outsource-ը ինչ հակա հաստատներ ունի պրոդուկտի եւ իօկուտիր ծառայության տեսակի մասով եւ կուզենայի քո կարծիքն ասել, քանի որ դուք outsource ընկերություն եք, ինչով կպաշտպանեք outsource բիզնեսի մոդելը։ Ինչ փաստարկներ կբերեք, որտեղ վերջի 5 հանդիպումից երկուսում outsourcing վարել, հա, եւ որ ես արդեն այս հաղորդումից հետո որտեղ կհանդիպեմ պրոդուկտի, արդեն զինված լինեմ outsource-ի։ Դա ես շատ եմ ուզում այդ հարցին պատասխանել, այդ հաղորդումները նայելուց էլ ճիշտ ասած Հենց ինքս իմ մեջ ուզում եմ մի բան ասեի ու լավ է հիմա որ առիթ կա, ինձ թվում է այդ համեմատությունը կամ այդ բանակների բաժանվելը մի քիչ արհեստական ու սխալ բաներ իրար հետ համեմատել է, որովհետև ես ինքս էլի կարամ ասեմ, ասենք այդ
product սարքելը ինչքան եւ առավելություն ունի եւ թերություններ ունի բան, բայց խոսքը դրա մասին չի, ինձ նայեք։ Այո, ոչ թե դիմաց կողմն ուժեղացնենք ձեր կողմը։ Հա, նախ ես ինձ թվում ավելի ճիշտ կլինի ամեն մեկը իր գործով զբաղվի ու լավ անի ու ինչի համար է մի քիչ էդի անհետ իրար հետ համեմատելը, որովհետեւ նայ, օրինակ գոյություն ունի մոլեր, չգիտեմ, կան շատ անում են բան, իրանք ինչ որ բիզնեսի տեսակ են, չէ՞։ Հիմա այդ մոլի շենքը կարող է հենց այդ ընկերությունն է սարքել։ Կարող է ինքը պատվիրել է, որ մի հատ շատ լավ մասնագիտացված շինարարական ընկերություն կա, եկել է այդ շենքը սարքել է, ինքը մեջը մոլի բիզնես անում, խանութներ ա տվել, չգիտեմ ինչ անում, մաքուր ա պահում, լավ անում այդի։ Հիմա մենք ոնց որ համեմատենք այս մոլի բիզնես անողին շինարարական բիզնես անողի հետ, որը հիմա մենք, այսպես ասած, այդ բանն ենք, մեզ գալիս են ասում են, այ սենց մի հատ շենք ենք ուզում սարքենք, տվյալ դեպքում այս software-ը, այդ ծրագիրը, այդ բիզնեսի ընդհանրապես շենքն է, որից օգտվելով ինքը իր բիզնեսը մարդը անելու է, չէ՞։ Okay, խնդիրը միայն այդտեղ իրանց փաստարկներն ասեմ, էլի։ Ես չգիտեմ։ Ես այս դրան եք վերադառնում, այդ ուղղակի էսի վերջացնեմ։ Այդ շենքը ուղղակի արտասահմանում է կառուցվում, ամբողջ խնդիրը է դա։ Ահա, հիմա դե եթե էդի փաստարկ է որ արտասահմանում է կառուցվում, ես էլ իմ փաստարկը կարամ ասեմ, որ ես արտասահմանից եմ գումար ստանում այստեղ ու իշտեղից չեմ բերում։ Ուտե շատ հարցեր կան որպես դրական կողմ, ես կարող եմ այդ կուլտուրան ներմուծեմ Հայաստան, որովհետև գաղտնիք չի, որ ասենք իրանք շատ դեպքերում ու մեծամասամբ հենց օրինակ ԱՄՆ-ն շատ ավելի առաջ է այդ ոլորտում, քան մնացած աշխարհը։ Դու կարող ես իրանց հետ շփվես, իրանց շուկայում աշխատես, իսկ դա շատ մեծ բան է, շատ կարևոր բան է։ Իսկ չլինի պրոդուկտը արտադրեք ու այդ պրոդուկտը արտահանեք ու այդ պրոդուկտը արտասահմանից էլի փողովելի։ Ահա, կլինի, ինչի՞ չի լինի։ Ես հենց դա էի ուզում ասել։ Էդի ուղղակի ուրիշ բիզնես է, ոնց որ գնաս ասենք, հենց շատ սիրուն շենքեր սարքող, որ պատվերներ է սարքում, շենքեր է սարքում, այդ ֆիրմային ասես, չգիտեմ, ընկեր ջան, դու ես ինչ ես անում, ինչի ես նստած շենքեր սարքում, մի հատ հերիք չի շենք ես սարքում, ես արտասահմանից էլ են պատվիրում, էլի ես շենք սարքում։ Գնա մի հատ շենք սարքի, մտի մեջը մոլի բիզնես արա դու։ Չի անում այդ մարդը ուրիշ բիզնես է իրան ու անիմաստ է, դու իր հետ կռիվ անես, ասես չէ, դու այդ շինարարության բիզնեսը թարգի, սկսի մի հատ դու քո շենքը սարքի, դու ինքդ օֆիսդ մտի մեջը, քո սարքած շենքի մեջ ու սկսի զբաղվել մոլով, ասենք։ Հիմա ինքը ուրիշ բան է անում, այն մոլին ուրիշ բան է անում ու դա մի քիչ ինչի է նման, որ այն բանի ռեալի բալեշիկները Բարսելոնային ասում են, խաղալ չգիտի, անի նրան են ասում, իրական երկուսն է խաղալ գիտեն, երկուսն էլ լավ խաղում են ու մի օր են ակերում, տենց գնում են առաջ, բայց իրար վեճտին վատ բան են ասում։ Հասկաց։ Ալեքսանդր, իսկ ծրագրավորումից բացի, եթե պետք լինի նոր բիզնես սկսել կամ ուրիշ ոլորտի մեջ մտնել, կա ինչ-որ ոլորտ, որտեղ քեզ տենում ես։ Դժվար հարց է, իրականում ցանկացած ոլորտ, արժի մտնել այն ոլորտ, հա, այնպես կարելի ասել որպես խորհուրդ եմ տալիս, արժի մտնել այն ոլորտ, որտեղ անձամբ ինչ որ կարող ես ինչ-որ բան փոխել, որտեղ լավ հասկանում ես իրան։ Էքսպերտության որևէ աստիճան ունես։ Հա, քեզ պետք է այսպես կոչված domain knowledge-ը, հա, որ քեզ իրավունք կտա այդտեղ նույնիսկ գտնվել, որովհետև եթե դու օրինակ ես հիմա գնամ սկսեմ զենք արտադրել, ես գաղափար չունեմ զենքի ոնց է արտադրվում, ինչ որ իմ համար շատ ավելի դժվար կլինի, քան այն մարդու համար, ով աշխատել է զենքի արտադրամասում, գործարանում, հա, ու ինքը հիմա որոշի իրանը ստեղծի։ Այդ իմաստով ես կարող եմ ինձ տեսնել ցանկացած ոլորտում, որտեղ ինչ որ գիտելիքներ ունեմ։ ՏՏ ընկերություններից շատերում կա ներդրման կարիք։ Տարբեր ֆոնդերի միջոցով, տարբեր գործիքներով մարդիկ փորձում են ներգրավել ներդրումներ բիզնեսը զարգացնելու համար։ Ձեր բիզնեսում կա ներդրման տեղ կարիք եւ եթե կա, ապա ինչքան կամ եթե չկա, ապա ինչի չկա։ Հա, շատ լավ հարց է, իրականում ուզում եմ անդրադառնալ ներդրում գաղափարին։ Իմ կարծիքով ներդրումը մարդ պետք է մի քիչ զգուշ լինի, երբ որ ինքը ներդրում է ուզում։ Ինքը պետք է իրոք հասկանա, արդյոք իրան այդ ներդրումը պետք է։ Երբեմն ես նկատում եմ դեպքեր, որ ինչ որ մարդիկ փորձում են ներդրում վերցնել հենց ինքնանպատակ, այսինքն դա համարում են հաջողության քայլ։ Այո։ Եվ ոնց որ ներդրումը եթե դու ստացար, ասում ես, «Всё, ամեն ինչ լավ է, ես արդեն
հարուստ մարդ եմ, չգիտեմ, ինչ եմ, հաջողակ եմ, չէ, իրականում ներդրումը դա նշանակում է առաջի հերթին, որ քո ստեղծածի մի մասը տալու ես ինչ որ ուրիշ այլ մարդու։ Իհարկե այդ դեպքում պետք է դու շատ զգուշ գտնես այն ներդրողին, որը արժանի է ստանա քո աշխատանքի արդյունքը, ֆինանսի փոխարեն, հա, եւ ներդրումը պետք է ստանալ մենակ փնտրել մենակ այն դեպքում, եթե ինքը քեզ կտա ինչ որ գործիք, ինքը կլինի լծակ, որովհետեւ քո աշխատանքը շատ ավելի արագ, քո պրոդուկտը, քո չգիտեմ ինչը, բիզնեսը զարգացնես շատ ավելի արագ, քան ինքը կզարգանար ինքնուրույն ու ենթադրենք շահես 5 տարի կամ ինչ որ տենց ժամանակ շահես։ Հարո ջան, դե արդեն մոտենում ենք ավարտին, կարաս մի հարց էլ դույս տաս, տեղերով փոխվենք։ Հա։ Մենք այս հարցազրույցից առաջ մի քիչ խոսացինք, շատ հետաքրքիր էր։ Մի մասին գիտեի քո գործունեության տեսակներից, տենց տարբեր բաներ ասան, մի մասը նոր իմացա։ Այս բանը, այս միտքը, որ նմանատիպ հաղորդում սարքես, ոնց եկավ քո մոտ ու ինչա տալիս դա քեզ, ինձ շատ հետաքրքիր է։ Ուրեմն առաջինը տարի ու կես առաջ մենք լոֆտում ունեինք sense ֆորմատ, լոֆտի բիզնես ակումբի շրջանակներում հրավիրում էինք մարդկանց, գործարաններին, ովքեր իրենց փորձով կիսվում էին հանդիսատեսի հետ, հետո հասկացա, որ ավելի պրակտիկա վիդեո տարբերակը, որտեղ միշտ չի որ հաջողվում է մարդկանց կանչել, հրավիրել ու նստեն ու դասեն գործարանին ու միշտ չի որ բոլոր գործարանները ցանկանում են հենց այդ ֆորմատով խոսան հանդիսատեսի հետ։ Այս ֆորմատն ավելի անմիջական է, ավելի մոտիկ է հանդիսատեսին, չնայած որ հանդիսատեսի հետ կոնկրետ շփում չկա, հա։ Ու ես որոշեցի արդեն տեղափոխեմ ֆորմատը վիդեո ֆորմատի մեջ իրան տեղավորեմ ու նպատակը այն է, որ մենք այսօր արտասահմանյան բիզնեսմեններով ոգեշնչվում ենք, Էլոն Մասկի մասին ինչ-որ ստատուսներ են գրում, ինչ-որ մեջբերումներ են գրում, Ֆորդի մասին, չգիտեմ, բոլորը արտասահմանյան բիզնեսմենների հանճարեղ, մենք գիտենք, իրանց մասին խոսում ենք, բայց մենք այսօր Հայաստանում ունենք եւ Էլոն Մասկերի նման մտածող ամբիցիոզ գործարաններ եւ Բիլ Գեյթսի նման տաղանդավոր գործարաններ, ովքեր միայն իրան երևի թե զիջում են ակտիվների մեծությամբ, այսինքն մենք այսօր իրոք ունենք տաղանդավոր գործարաններ, որոնց մասին այնքան քիչ մարդ գիտի, այնքան քիչ մարդ է իրանց մեջ բերում, այնքան քիչ մարդ է իրանց օրինակները գրում։ Օրինակ մեր նախորդ հարցազրույցները որ նայենք, ամեն հարցազրույցի մեջ մինիմում 10 միտք կա, որ կարելի է հանել ու այդ միտքը այդ մարդու անունից սկսել շրջանառել, այսինքն մենք մեր հերոսներով պետք է ոգևորվենք։ Ու ես միշտ այս օրինակը բերում եմ, որ Վազգեն Սարգսյանը պատերազմից հետո ասաց, որ մեզ էլ հերոսներ պետք չեն խրամատում, մեզ հերոսներ պետք են տնտեսության մեջ, ովքեր տնտեսությունը կզարգացնեն ու իմ նպատակը մեր հերոսներին, Հայաստանում ապրող գործարարներին եւ այն մարդկանց, ովքեր ուզում են Հայաստանում լույս տեսնեն, ուզում են Հայաստանում ապրելու պատճառ տեսնեն նաեւ, ովքեր մտածում են գնան թե մնան, ես այդ մարդկանց ուզում եմ ցույց տամ, որ մենք այստեղ ունենք հանճարեղ, տաղանդավոր հերոս գործարարներ, որոնք եթե պատերազմի ժամանակ պատերազմի հերոսները մեզ պաշտպանում են թշնամուց, այս նույն հերոսներն մեզ պաշտպանելու են տնտեսության, չգիտեմ, վատթարացումից, ճգնաժամից կամ մեր երկիրը զարգացնելու։ Իրականում ես կարծում եմ, որ մեր երկիրը զարգացնում են հենց մեր գործարանները։ Ես քո հետ լրիվ համաձայն եմ։ Ես ուզում եմ, որ մեր հանդիսատեսը հույսը կապի ոչ թե կառավարության հետ, ոչ թե քաղաքական գնահատական տա երկրին, չէ։ Քաղաքականությունը այլ թեմա է։ Ես ուզում եմ մեր պետությունը հասկանալ, որ ամենաստեղծող մարդը գործարարն է։ Վերջում դու քո իրավունքից կարաս օգտվես, ինձ հարց տաս, տեղերով փոխվենք։ Ոնց որ նշեցիր, որ սովորելու լավագույն ձևը սովորացնելն է, ինձ շատ հետաքրքիր է, երբ որ զարթուցիչ ես դու կազմակերպում, չէ՞, հիմա այնպես հսկայական քանակությամբ մարդիկ են հավաքվում ու այդ էներգետիկան, որ դու իրանց տալիս ես, հա, ինչ որ բան, դու ինչ ես արդյունքում ստանում այդ տեսանկյունից։ Շատ լավ հարց է, զարթուցիչի ժամանակ ուրեմն բացի այն, որ իհարկե ես ինքը շփվում եմ լիքը նոր մարդկանց հետ, գործարարներ, ծրագրավորողներ, ամենամեծ թիվը այսօր կազմում են գործարարները, մոտ 20%, հետո ծրագրավորողները, հետո գալիս են բանկային ոլորտի եւ ֆինանսական ոլորտի աշխատողները, ու շփվելով այդ մարդկանց հետ առաջին հերթին իմ աշխարհընկալումը բազմապատկվում է, հարյուրապատկվում է, հազարապատկվում։ Առաջինը հենց ինքս եմ ձեռք բերում բավական մեծ փորձ մարդկանց հետ շփման։
Եվ երկրորդը իրանք երբ ինձ հարց են ուղղում, կապված կյանքի ցանկացած իրավիճակից, սկսած հոգեկան, հոգեբանական խնդիրներից, վերջացած բիզնեսում ծագած խնդիրներից, երբ որ ես այդ հարցերի պատասխանները փնտրում եմ, շատ հարցեր կան, որոնց պատասխանը հենց այդ բանին լսարանում ես չունեմ, չգիտեմ, ու միշտ ասում եմ, ես այդ հարցին անպայման կանդրադառնամ, ես այդ հարցին կպատասխանեմ, ու դրանից հետո պետք է լինում երբեմն բացել ֆիզիկայի դասագրքերն ու ինչ-որ բան նայել, պետք է լինում բացել նորից Յունգին, Ֆրեյդին, պետք է լինում բացել, մինչև հարցի պատասխանը ես չեմ գտնում, հանգստանալ չկա, ու երբ որ լավ մոտիվացիա է, շատ ու ամեն հարցի պատասխանները ում մենք ունենք բավական մեծ քանակի հարցեր, որոնց պատասխանները ես վիդեո տարբերակով նկարում եմ ու YouTube-ի մեր ալիքում եմ դնում, որ ալիքում որ լինելու է նաև մեր հաղորդումը, ու դրանովից ես ինքս սովորում եմ, ինքս զարգանում եմ։ Ու այն հարցերը, որոնց պատասխանը ես այս զարթուցիչում չգիտեմ, մյուս զարթուցիչում ինքը արդեն նյութի տեսքով ավելանում է։ Դրա համար միշտ մարդիկ երբ որ գալիս են մի զարթուցիչի, հետո մյուսին ասում են այնքան բան է փոխվել, այդ լիքը բանը գալիս է հենց այդ հարցերի շատ քանակից, որոնց պատասխանները կոնտենտի ձևով ավելանում են մյուս զարթուցիչում։ Այ ամենաթանկվանը դա է։ Շնորհակալ եմ, որ ինձ հյուրընկալեցիք ձեր մոտ, ես տպավորված եմ այն գործով, որը դուք արել եք, անում եք եւ մաղթում եմ ձեզ հավերապատկեք, հազարապատկեք ձեր բիզնեսը, աշխատատեղերի քանակը եւ իհարկե միշտ այսինքն որպես երկու պարտներներ միշտ իրար հետ հաշտ-համերաշխ աշխատեք։ Մենք ենք շատ շնորհակալ։ Եվ ես երկուսիդ կնվիրեմ, ձեր կազմակերպությանը կնվիրեմ Ford-ի գիրքը,